Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև հետեական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում աշխատել, Եթե չեք կարողանում աշխատել, այցելել աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Բարև ձեզ, Здравствуйте, мои дорогие подписчики. Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Если вам нужна моя помощь, обращайтесь, я людей принимаю у себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Я делаю разные расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю разные ритуалы, чистку, ставлю защиту. Если вам нужна моя помощь, дорогие мои, обращайтесь. Я для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Дорогие мои подписчики, все мои прямые эфиры, они сохраняются на моих каналах, на ютубе, на тиктоке, телеграме, инстаграме, вконтакте, фейсбуке, одноклассники. Подписывайтесь на мой канал, там много хорошей информации для каждого из вас, там много ритуалов, много заговоров, которые я с большой любовью для вас составляла, чтобы вы могли с моей помощью моей энергетики что-нибудь улучшили вашу жизнь. Ինչպես գիտեք սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղ եթեր, որտեղ պատասխանում եմ ձեր հարցերին ու եթերի ժամանակ, եթե ցանկանում եք, որ ձեր հարցին պատասխանեմ, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր սոցիալական վիճակը, ամուսնացած եք, ամուսնացած չեք, բաժանված եք, նաև գրում եք որ կյանքի ձեր ոլորտին է վերաբերվում, անձնական, գործնական, ֆինանսական, որպեսզի ավելի ռեալ, ավելի կոնկրետ եւ ստույգ կարող ձեր հարցերին պատասխանել, կարողանամ ավելի чист կանխատեսումներ կատարել. Дорогие мои подписчики, я знаю, что много моих подписчиков, они русскоязычные люди, разговаривают на русском, понимают только русский язык. Вы тоже можете давать ваши вопросы. Я с большим удовольствием отвечу и на ваши вопросы. Расклад делаю и для вас, дорогие мои подписчики. Սկսենք սիրելիներս, դուք եղեք ակտիվ, ձեր մեկնաբանություններով, ձեր լայքերով, ձեր նվերներով, որպեսզի մեր միջև լինի էներգիայի փոխակերպում, որպեսզի եւ ձեզ լավ լինի եւ ինձ սիրելիներս։ Ուղ եթերի ընթացքում կարող եք նաև հարց տալ ձեր վրա թուղթուկիր, նեգատիվ կա թե ոչ, ես այդ հարցերին նույնպես կպատասխանեմ, նաև սիրելիներս, եթե ես զգացի, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը դա թուղթուկրի, անեզքի կամ որևէ մի նեգատիվի արդյունք է, ես դա նույնպես կբարձրաձայնեմ։ Անչափահասներին չեմ պատասխանում սիրելիներս, դա իմացեք, նաև եթե դուք զգում եք, որ ձեր հարցը կորեկտ
չէ մասսայական հանրային դարձնելու համար, դուք այդ հարցը կարող եք ինձ անհատական տալ, այլ ոչ մասսայական ուղիետերի ընթացքում։ Իսկ եթե ընդհանրապես ոչ մի խնդիր չկա, ոչ մի վախ չկա, ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը հանրայնացնելու հետ կապված, դուք կարող եք ձեր հարցերը տալ։ Այս կանը, տեսնեք ինչ ասում տեզերկան Հերմինե 21 տարեկան։ Հերմինե 21 տարեկան։ Սիրելի Հերմինե, ձեր դեմ հնարավորություններ, ձեր դեմ ճանապարհներ, ձեր դեմ նոր հորիզոններ, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Հերմինե, ձեր երազանքները, նպատակները կատարվում են։ Ոչ միայն ձեր երազանքները, նպատակներն կատարվում, սիրելի Հերմինե, ձեր դեմ ճանապարհ է բացում։ Հնարավոր է, որ դուք նույնիսկ տեղափոխվեք ձեր երկրից, ձեր տարածքից, հաջողություն է ցույց տալիս ձեր կյանքի բոլոր ոլորտներում, սիրելի Հերմինե։ Արմինե 44 տարեկան անձնական։ Արմինե 44 տարեկան անձնական։ Սիրելի Արմինե, ձեր անձնական ոլորտում տարօրինակ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք ցկտում եք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվել։ Տեսնեք ինչն է պատճառը, սիրելի Արմինե, ձեր անձնական ոլորտի վրա կա թուղթուղիր, կա անեծք, կա նեգատիվ, որը փակում է ձեր եւ անձնական ոլորտը եւ գործնական ոլորտը։ Դուք ցանկանում եք ձեր էներգիայով այդ նեգատիվից, այդ խնդրից, այդ պրոբլեմից ձերբազատվեք, սիրելի Արմինե, բայց չեք կարողանում։ Անընդհատ կանգնում եք այնպիսի իրավիճակի առաջ, որ դուք անընդհատ նորից ամեն ինչ սկսում եք զերոյից։ Սիրելի Արմինե, որպեսզի ձեր վրա լինի, ձեր մոտ լինի անձնական հաջողություն, որպեսզի լինի ֆինանսական հաջողություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի Արմինե, եւ կլինի անձնական, այս նեգատիվը ամբողջովին ամեն ինչ փակում է ձեր կյանքի մեջ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Մարիա Մհեր, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Մարիա Մհեր, ինչ է սպասվում մեր սիրելի Մարիային եւ Մհերին։ Սիրելի Մարիա, սիրելի Մհեր, ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր կյանքը ընկել է պրոբլեմատիկ իրավիճակի մեջ է, ու քանի կնա այդ պրոբլեմատիկ իրավիճակը սիրելիս ձեր կյանքի մեջ ավելի է վատանալու։ Գիտեք, ինչ ցույց է տալիս, որ ձեր վրա, ձեր օջախի վրա, ձեր կապի վրա, ձեր ընտանիքի վրա կա կատարված թուղթուղիր, որի պատճառով քանի գնում է, ձեր վիճակը վատանում է եւ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում, խառնաշփոթ իրավիճակ է, որպեսզի ձեր կյանքի մեջ մտնի ուրախության ելևէջներ եւ վարտագույն գույներ, սիրելիներս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից, ձեր օջախի, ձեր ընտանիքի, ձեր կապի վրայից մաքրեք, որպեսզի լինի հաջողություն։ Քանի կա այս նեգատիվը, քանի կա այս մագյան կախարդակը, գիտեք ինչ, խնդիրները ոչ թե կլուծվեն, ընդհակառակը ավելի մեծ բարդությունների, ավելի մեծ պրոբլեմների առաջ կկանգնեք։ Շնորհակալ եմ։ Մագդա 23 տարեկան անձնական։
Մագդա 23 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մագդայի համար։ Սիրելի Մագդա, կա խնդիրներ, գիտեք ինչ, կա խնդիրներ ֆինանսական ոլորտում, կա խնդիրներ անձնական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են։ Սիրելի Մագդա, ինչ-որ դժվարություն է եղել ձեր անձնական կյանքի մեջ, ինչ-որ հոգեբանական ստրես է տարել, բայց դա ժամանակավոր է, ձեր և անձնական և ձեր ֆինանսական կյանքի մեջ մտնում է հաջողություններ, հնարավորություններ, երազանքների նպատակների կատարում։ Այն ինչ որ կատարվել է ձեր կյանքի մեջ, դա գիտեք ինչ, դա ոչ թե ճակատագրական է, այլ ընդհակառակը սխալ քայլ եք կատարել, որի պատճառով եղել է նման իրավիճակ, բայց հմտություն ձեռք բերեք, կյանքի փորձ ձեռք բերեք և տիեզերական ուժերի օգնությամբ ամեն խնդիր ու պրոբլեմ կհաղթահարեք և դուրս կգաք։ Ձեր և ֆինանսական և անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն և հաղթանակներ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Ռիմա 33 տարեկան մոտ ապագան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռիմայի համար։ Ռիմա 33 տարեկան մոտ ապագան։ Սիրելի Ռիմա, գիտեք ինչ, ձեր մոտ ցույց է տալիս հաջողություն և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում։ Եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, սիրելի Ռիմա, դուք այդ խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում։ Ճակատագիրը ձեր դեմ մեծ հնարավորություններ է բացում և անձնական երջանկություն և ֆինանսական հաջողություն։ Սա ոչ թե մոտ ապագայի մասին է խոսքը, այլ ընդհանրապես ձեր կյանքի մեջ ճակատագրական փոփոխություն է մտնելու դեպի լավը, դեպի տրագանը և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերի համար։ Բարև ձեզ։ Ինգա 28 տարեկան անձնական։ Ինգա 28 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի ինգա ձեր անձնական ոլորտում, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, կա դժվարություններ, բայց այդ պրոբլեմները, այդ դժվարությունները հաղթահարվում են։ Ձեր անձնական ոլորտում մտնելու է հաջողության, հաղթանակների, երազանքների կատարման ժամանակահատված։ Եթե նույնիսկ պրոբլեմ կա, սիրելի ինգա, դուք այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար։
Վարկես 20 տարեկան ծառայություն։ Տեսնենք ինչ է ցույց տալիս տիեզերքը մեր սիրելի Վարկեսի համար։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ ծառայության ոլորտում ինչ երազանք եւ նպատակ ունեք, դուք դրան հասնելու եք։ Հաջողություններ է ցույց տալիս, երկեր է ցույց տալիս, հնարավորություններ է ցույց տալիս։ Ձեր ծառայության ոլորտում համակարգի հետ կապված, ծառայության հետ կապված հաջողություններ է ցույց տալիս եւ հնարավորություններ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Պատուհանը բաց է, դրսում աղմուկ է։ Կուզեմ պատուհանը փակեմ, նոր մտնեմ նորից ուղիղ եթեր։ Բարև ձեզ։ Անահիտ 19 տարեկան անձնական։ Անահիտ 19 տարեկան անձնական։ Սիրելի Անահիտ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, երջանկություն, ամուսնություն, ընդհանրապես սիրելի Անահիտ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս ձեր երազանքների կատարում։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքը նպատակը կատարվում է։ Ինգա 25 տարեկան անձնական։ Ինգա 25 տարեկան անձնական։ Սիրելի Ինգա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ձեր անձնականը փակված է։ Ոչ միայն անձնականը, նաև գործնականը, կան նաև առողջական խնդիրներ։ Սիրելի Ինգա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք և կլինի հաջողություն, չկա անձնական, չկա հաջողություն, չկա երջանկություն, մաքրվեք սիրելի Ինգա այս նեգատիվից։ Կոհար 73 տարեկան անձնական։ Կոհար 73 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կոհարի համար։ Սիրելի Կոհար, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Ճիշտ է, կա պրոբլեմներ, կա դժվարություններ, կա խնդիրներ,
Բայց սիրելի գոհար, դուք Աստծու կամքով, Աստծու հովանավորությամբ այդ պրոբլեմներից, այդ խնդիրներից կկարողանաք ձերբազատվել, կկարողանաք դուրս գալ։ Ցույց է տալիս հաջողություն։ Ինչ նպատակ որ ունի մեր սիրելի գոհարը, այդ նպատակը կատարվում է։ Գեղամ 32 տարեկան անձնական Գեղամ 32 տարեկան անձնական Տեսնեք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գեղամի համար Գեղամ 32 տարեկան անձնական Սիրելի Գեղամ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Գեղամ, դա կատարվելու է։ Խնդիրներ, պրոբլեմներ եթե կան, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակող։ Հաջողություն է ցույց տալիս սիրելի Գեղամ, ձեր անձնական ոլորտում։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Մանվել 54 տարեկան անձնական Մանվել 54 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի մանվելի համար Սիրելի մանվել, ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում դրական փոփոխություններ են մտնում։ Եթե նույնիսկ խնդիրներ և պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք։ Հաջողություն է ցույց տալիս սիրելի մանվել, ձեր և անձնական և ֆինանսական ոլորտում։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Արմինե 33 տարեկան անձնական Արմինե 33 տարեկան անձնական Սիրելի Արմինե, ձեր անձնական ոլորտում հաջողություն, երջանկություն, երազանքների նպատակների կատարում։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Արմինե, ձեր երազանքն ու նպատակը կատարվում է։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Անահիտ 19 տարեկան ուսում Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար Անահիտ 19 տարեկան ուսում Սիրելի Անահիտ, ձեր ուսման ոլորտում ցույց է տալիս հաջողություն Ինչ նպատակ որ ունեք, դրանք կատարվում են։ Ոչ միայն ուսման ոլորտում, նաև ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Հաջողություն է ցույց տալիս ձեր ուսման ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Անչափահասներին չեմ նայում։ Շնորհակալ եմ նվերների համար։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ։ Արմինե 41 տարեկան անձնական
Արմինե 41 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար Սիրելի Արմինե, ձեր անձնական ոլորտում հաջողություն է ցույց տալիս, երազանքների, նպատակների կատարում է ցույց տալիս։ Եթե նույնիսկ խնդիր ու պրոբլեմ կա, սիրելի Արմինե, դուք այդ խնդրից, պրոբլեմից դուրս եք գալիս հաղթանակած։ Լիանա 35 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար։ Լիանա 35 տարեկան, մի վարեկյան, 35 տարեկան անձնական։ Լիանա 35 տարեկան անձնական։ Սիրելի Լիանա, կա խնդիրներ և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, բայց և ձեր ֆինանսական ոլորտում, նաև ձեր անձնական ոլորտում մտնելու է հաջողություն։ Ինչի մասին որ տվել եք ձեր հարցը սիրելի ձեր այդ երազանքը նպատակը կատարվում է։ Ձեր անձնական ոլորտում մտնում է հաջողություն, մտնում է հաղթանակներ, մտնում է երազանքների նպատակների կատարում։ Հերմինե 35 տարեկան անձնական Հերմինե 35 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Հերմինե 35 տարեկան անձնական Սիրելի Հերմինե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Գիտեք ինչ, ձեզ Սիրելի Հերմինե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, այդ խնդիրները, պրոբլեմներից դու դուրս ես գալիս հաղթանակով։ Տիեզերական ուժերը, աստվածային ուժերը ձեր անձնական ոլորտում բերում է մեծ հաջողություն, բերում է մեծ երջանկություն։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր բարի մաղթանքների համար։ Շատ շնորհակալ եմ, սիրելիներս։ Սերոժա 18 տարեկան Ռուսաստանում կընտրվի ինստիտուտ թե ոչ։ Սերոժա 18 տարեկան կընտրվի ինստիտուտ թե ոչ։ Այո, սիրելի Սերոժա, դուք ինստիտուտ կընտրվեք և ձեր ցանկացած ոլորտում, ձեր ցանկացած մասնագիտությունը կկարողանաք ստանալ։ Բարև ձեզ։ 9-28 տարեկան անձնական 9-28 տարեկան անձնական սիրելի 9, ձեր հայրական ազգը նեգատիվի վրա է, ձեր հայրական ազգը անեծքի տակ է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս անեծքը ձեր վրայից մաքրեք սիրելի 9, նոր կլինի անձնական, փակված է, հակառակ սերի հետ ոչ մի հարաբերություն չի ստացվում, ամեն ինչ փակված է սիրելի 9, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան ձեր վրայից մաքրեք կլինի անձնական։ Նանե Արման, կլինեք միասին թե ոչ,
Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Նանե Արման, կլինեք միասին, թե ոչ։ Ոչ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով հնարավոր է, որ դուք միասին չլինեք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, այս մագիան ձեր վրա այս մակրեք, հնարավոր է նոր դրանից հետո կարողանաք լինել միասին։ Քանի այս նեգատիվը կա, դուք միասին չեք լինի։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար, Գոհար Սամվել, երբ կլինեն միասին, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, Գոհար Սամվել, երբ կլինեն միասին, Սիրելի Գոհար, սիրելի Սամվել, հնարավոր է և Գոհարի վրա, հնարավոր է և Սամվելի վրա կա նեգատիվ, որի պատճառով չի ստացվում լինել միասին, և Գոհարը և Սամվելը առանձինել չեն կարողանում իրենց անձնական կապերը ստեղծել, առանձին, որովհետև կա անեծք, կա թուղթուգիր, կա կախարդանք, որովհետև դուք լինեք միասին, սիրելի Գոհար, սիրելի Սամվել, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք այդ նեգատիվից, ձերբազատվեք այդ կախարդանքից, նոր կլինի միություն, քանի այս նեգատիվը կա, ինքը արգելում է, որ դուք լինեք միասին։ Ամարա 49 տարեկան ֆինանսական Մարա 49 տարեկան ֆինանսական Կա խնդիրներ սիրելի Մարա ձեր ֆինանսական ոլորտում, սիրելի Մարա, ձեր ֆինանսականը ամբողջովին փակված է, ինչ ինձեր եք տալիս դա քանդվում է, դա պատճառն է ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր հաջողության ճանապարհը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք և դուք այս ֆինանսական փակուղուց դուրս կգաք։ Եթե այս նեգատիվը ձեր վրա մնա, ընդհակառակը, քանի կդա ավելի խնդիրներ ֆինանսական ոլորտում, նաև կլինի անձնական ոլորտում, սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, կլինի և անձնական, և ֆինանսական հաջողություն։ Փակված էր ձեր մոտ ամեն ինչ, սիրելի Մարա, շնորհակալ եմ ձեր նվերների համար, շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ ձեր նվերների համար, Արևիկ 36 տարեկան անձնական Արևիկ 36 տարեկան անձնական Սիրելի Արևիկ, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր և անձնական է փակված, հնարավոր է նույնիսկ առողջական խնդիրներ, սիրելի Արևիկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական, փակված է ամբողջովին ձեր անձնականը, սիրելի Արևիկ, բարև ձեզ, Եթե չեք կարող նվեր ուղարկել,
ուղարկեք լայքեր։ Բարևձեզ։ Անահիտ 27 տարեկան ազնագան։ Անահիտ 27 տարեկան ազնագան։ Սիրելի Անահիտ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսք, ձեր ազնագանը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, կլինի ազնագան։ Ազնագանը ձեզանից կիլոմետրերով փախնում է, սիրելի Անահիտ։ Մաքրվեք, որպեսզի լինի ազնագան։ Այո, սիրելիներս, ես կարողանում եմ մաքրման գործողություն կատարել, կարողանում եմ տարբեր տեսակի ծիսակարգեր կատարել և կարող եք այցելել, եթե չեք կարողանում այցելել, օնլայն հեռահար նույնպես աշխատում եմ։ Այո, բարևձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Իմ WhatsApp-ս, իմ կոնտակտային տվյալները իմ TikTok-յան ալիքների վրա գրված է, YouTube-յան, Facebook-յան ալիքների վրա գրված է իմ կոնտակտային տվյալները։ Շնորհակալ եմ նվերների համար։ Օվսանա Արման, սերկա թե ոչ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, Օվսանա Արման, սերկա թե ոչ։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր սիրային էմոցիան տարօրինակ ձևով գլխի վրա տարած է, կա դժվարություններ ձեր անձնական հարաբերությունների մեջ, չկա, եղել է էմոցիաներ, բայց քանի որ կա նեգատիվ, այդ նեգատիվը ձեր էմոցիաները, սերային էմոցիաները փակել է, որպեսզի լինի սեր, որպեսզի ձեր սիրային էներգետիկա նորից ակտիվանա, սիրելի Օսաննա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք և նորից այն զգացմունքը, որ ձեր մեջ եղել է, այդ զգացմունքը ձեր մեջ կավելանա և ավելի նոր մեծ բարձունքների և մեծ հնարավորությունների առաջ կանգնեք։ Այժմ փակված է, այս նեգատիվը ամբողջովին փակվում է, ձեր սիրային էմոցիոնալ դաշտը քանդված է ամբողջովին։ Բարևձեզ, ես է ձեզանից եմ շնորհակալ, շատ շնորհակալ եմ։ Սարգիս 29 տարեկան, ֆինանսական։ Սարգիս 29 տարեկան, ֆինանսական։ Կա ֆինանսական խնդիրներ Սարգիսի մոտ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, որոշակի ժամանակ հետո Սարգիսի ֆինանսական և անձնական ոլորտում կլինի հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակ է պետք։ Բարևձեզ, շնորհակալ եմ ձեր նվերների համար, շատ շնորհակալ եմ, Լուսինե 41 տարեկան, անձնական,
Լուսինե 41 տարեկան անձնական Սիրելի Լուսինե, կա խնդիրներ եւ ձեր ֆինանսական ոլորտում եւ ձեր անձնական ոլորտում, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ոչ անձնական կա, ոչ էլ ֆինանսական, խնդիրներ, պրոբլեմներ, կիսատ թերի իրավիճակներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, կլինի եւ անձնական, կլինի եւ ֆինանսական հաջողություն։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Նարինե 52 տարեկան, Երևանում բնակարան կառնեք, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Նարինե 52 տարեկան, բնակարան կառնեք, թե ոչ։ Գիտեք ինչ, սիրելի Նարինե, ձեր վրա կա նեգատիվ։ Դուք ինչ գործողություն եւ գործակ անում եք, դա չի ստացվում, խնդիրներ եւ պրոբլեմներ է առաջացնում։ Սիրելի Նարինե, որովհետեւ դուք կարողանաք ձեր արկու վաճառքը անեք, որովհետեւ կարողանաք հաջողություն ունենալ, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ ամեն ինչ ձեր կյանքի մեջ կհեշտանա։ Քանի այս նեգատիվը կա, պրոբլեմներ կա, դժվարություններ կա։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ ձեզանից։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շահեն 57 տարեկան, Երևանում տուն կունենաք, թե ոչ։ Շահեն Երևանում տուն կունենաք, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Այո, սիրելի Շահեն, դուք Երևանում տուն կունենաք, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս կգաք, դուք Երևանում տուն կունենաք։ Նաիրա 58 տարեկան, աշխատանք կունենաք, թե ոչ։ Նաիրա 58 տարեկան, աշխատանք կունենաք, թե ոչ։ Այո, մոտակա ժամանակում դուք աշխատանք կունենաք աշխատանք։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Վիկտորիա 31 տարեկան, անձնական։ Վիկտորիա 31 տարեկան, անձնական։
Սիրելի Վիկտորիա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, ձեր անձնականը ամբողջովին փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական։ Վահրամ 29 տարեկան անձնական Վահրամ 29 տարեկան անձնական Վահրամ 29 տարեկան անձնական Սիրելի Վահրամ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվում են։ Հաջողություն է ցույց տալիս սիրելի Վահրամ, ձեր անձնական ոլորտում։ Աննա 20 տարեկան Ձեր անձնական կյանքում երբ փոփոխություններ կլինեն։ Աննա 20 տարեկան Սիրելի Աննա, ձեր անձնական կյանքը ամբողջովին փակված է, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, ձեր էներգետիկան ազատեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական, թե չէ ձեր անձնականը ամբողջովին փակված է։ Անի Վահակ, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի և Վահագի համար։ Անի Վահակ, անձնական, Սիրելի Անի, սիրելի Վահակ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս երազանքների նպատակների կատարում, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս։ Օվսաննա, հաշտություն կլինի Ռաֆոյի հետ, թե ոչ։ Օվսաննա, հաշտություն կլինի Ռաֆոյի հետ, թե ոչ։ Այո, սիրելի Օվսաննա, մոտ օրերս Ռաֆոյի հետ հաշտություն կլինի հաշտություն։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Էդիթա Արտուր, բաժանություն կլինի, թե ոչ։ Էդիթա Արտուր, բաժանություն կլինի, թե ոչ։ Ընդհանրապես, սիրելի Էդիթա, սիրելի Արտուր, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով հնարավոր է և լինի բաժանություն, որպեսզի ձեր անձնական կյանքի մեջ մտնի հաջողություն, սիրելի Էդիթա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք և կլինի անձնական հաջողություն։ Սիրելի Էդիթա, կա նեգատիվ, որը բերում է նման իրավիճակի։ Ձերբազատվեք այդ նեգատիվից և կլինի ձեր անձնական ոլորտում հաջողություն։
Քրիստինե 33 տարեկան, ձեր տան կողերին կգտնեք, թե ոչ, տեսնենք ինչ է ասում դիեզերքը, Ընդհանրապես ցույց է տալիս, որ դժվարությամբ, բայց կգտնեք, ճիշտ է դժվարություն, ճիշտ է ժամանակ, ճիշտ է քննություն, բայց կգտնեք, Եթե մոտենաք կարող եմ ասել ով է անեծք տվող անձնավորությունը, անհատական կարող եք ինձ մոտենալ, ես կասեմ ով է անեծողը։ Բարև ձեզ սիրելիներս, շնորհակալ եմ նվերների համար, մեկնաբանությունների համար, Ես Երևանում եմ, ամեն օր աշխատում եմ, կարող եք զանգել, անպայմանավորվել այցելել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Նարինե 52 տարեկան անձնական Նարինե 52 տարեկան անձնական Սիրելի Նարինե, կան խնդիրներ և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում, ոնց որ ամեն ինչ գլխի վրա թարած լինի։ Սիրելի Նարինե, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, դրա պատճառով և ֆինանսական դե փակված և անձնական դե ընկած քաոսի մեջ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից անեք և կլինի հաջողություն, քանի այս մագիան կա և անձնական խնդիրներ կլինեն և ֆինանսական խնդիրներ կլինեն։ Իմ հեռախոսահամարը իմ բոլոր ալիքներում, և տիկտոկյան ալիքներում, և յութուբյան ալիքներում, իմ հեռախոսահամարը գրած է, եթե չեք կարողանում գտնել, դուք հետից հետո ինձ նամակով գրեք, ես ձեզ կուղարկեմ իմ հեռախոսահամարը։ Արուս 35 տարեկան անձնական Արուս 35 տարեկան անձնական Սիրելի Արուս, ձեր անձնականը խնդիրների մեջ է, ոնց որ փակված լինի ձեր անձնականը, բայց դա ժամանակավոր է, ինչ խնդիրներ, պրոբլեմներ կա թողնում եք անցյալում և ձեր կյանքի մեջ մտնում է անձնական երջանկության ժամանակ։ Անցյալումն եք թողնում խնդիրը, անցյալում եք թողնում դժբախտությունն ու պրոբլեմները, ձեր անձնական ոլորտում ապագայում սպասվում է հաջողություն, երջանկություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Մարինե 38 տարեկան անձնական Մարինե 38 տարեկան անձնական Սիրելի Մարինե, կան խնդիրներ,
Բայց այլ խնդիրները լուծվում են ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում սկսվելու է հաջողության ժամանակ։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելիս դրանք կատարվում են։ Հաջողություն է ցույց տալիս ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Շնորհակալ եմ նվերների համար, սիրելիներս։ Մարգարիտա 21 տարեկան անձնական։ Մարգարիտա 21 տարեկան անձնական։ Սիրելի Մարգարիտա, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ կլինի անձնական եւ կլինի հաջողություն։ Արմեն 37 տարեկան, աշխատանք կունենա թե ոչ։ Արմեն 37 տարեկան, աշխատանք կունենա թե ոչ։ Կա ֆինանսական խնդիրներ մեր սիրելի Արմենի մոտ։ Արմենի վրա կա թուղթուկիր, որի պատճառով եւ անձնականն է փակված, եւ ֆինանսականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ասմագյան այս թուղթուկիրը Արմենի վրայից մաքրեք եւ կլինի եւ ֆինանսական հաջողություն, կլինի եւ անձնական հաջողություն։ Փակված է իր մոտ ամեն ինչ, վրեն կա թուղթուկիր։ Թող մաքրվի անպայման։ Մայրամ 24 տարեկան անձնական։ Մայրամ 24 տարեկան անձնական։ Սիրելի Մայրամ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Մայրամ, դա կատարվում է։ Երջանկություն է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում։ Ես ձեզանից եմ շնորհակալ ձեր նվերների, ձեր լայքերի։ Գայանե 54 տարեկան անձնական։ Գայանե 54 տարեկան անձնական։ Սիրելի Գայանե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս խնդիրների, պրոբլեմների լուծում։ Ինչ խնդիր է պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ինչ երազանք եւ նպատակ կա ձեր անձնականի հետ կապված, ձեր երազանքը եւ նպատակները կատարվում են։ Էմա 23 տարեկան ընդհանուր։ Էմա 25 տարեկան ընդհանուր։ Սիրելի Էմա, եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, հաղթանակներ, երազանքների, նպատակների կատարում։ Ինչ երազանք, նպատակներ որ դուք ունեք, սիրելի Էմա, ձեր երազանքները, նպատակները կատարվում են։
հաջողություն է ցույց տալիս։ Հնարավոր է մեծ ֆինանսական հոսքեր մտնի ձեր կյանքի մեջ, սիրելի Էմմա։ Այո, հարաբերությունների վերաբերյալ նույնպես կարողանում եմ մեկնաբանություններ տալ։ Բարև ձեզ։ Լիլիթ 20 տարեկան աշխատանք։ Լիլիթ 20 տարեկան աշխատանք։ Սիրելի Լիլիթ, ձեր աշխատանքային ոլորտում հաջողություն է ցույց տալիս։ Առաջխաղացում կա, ֆինանսական հաջողություն կա, նաև ձեր անձնական ոլորտում էլ կլինի հաջողություն, սիրելի Լիլիթ։ Ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված։ Հասմիկ Ռոբերտ, անձնական։ Հասմիկ Ռոբերտ, անձնական։ Սիրելի Հասմիկ, սիրելի Ռոբերտ, ձեր վրա կա թուղթուկիր, որի պատճառով եւ անձնական խնդիրներ կա, եւ ֆինանսական խնդիրներ կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուկիրը, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք եւ կլինի անձնական հաջողություն, նաեւ կլինի ֆինանսական հաջողություն։ Եթե այս նեգատիվը մնա ձեր վրա, քանի մնա, այնքան ավելի վատ կլինի, ավելի դժվարությունների առաջ կկանգնեք։ Բարև ձեզ։ Միրան, 40 տարեկան, երբ կտեղափոխվեք ձեր տունը։ Միրան, 40 տարեկան, երբ կտեղափոխվեք ձեր տունը։ Կտեղափոխվեք անպայման եւ շատ մոտ ժամանակահատվածում դուք ձեր սեփական բնակարանը կտեղափոխվեք։ Դավիթ, քնարիք, կհաշտվեն թե ոչ։ Դավիթ, քնարիք, կհաշտվեն թե ոչ։ Այո, կհաշտվեն։ Դավիթը քնարիքը կհաշտվեն։ Լևոն, հերիքնաս, կմիանաք թե ոչ։ Լևոն, հերիքնաս։ Այո, կմիանաք։ Դուք կմիանաք, սիրելի Լևոն, սիրելի հերիքնաս։ Ճիշտ է, խնդիրներ կա, պրոբլեմներ կա,
բայց այդ խնդիրները, պրոբլեմները կլուծվեն, միություն ցույց կտա, ձեր մեջ նոր զգացմունք կարտանա, կմիանաք։ Ովսաննա 40 տարեկան, առողջական, Ովսաննա 40 տարեկան, առողջական։ Կան խնդիրներ ձեր առողջական ոլորտում, սիրելի Ովսաննա, ձեր առողջական խնդիրը թուղթուգրի անեծքի պատճառ է։ Դուք ոչ միայն պետք է փուշ հիմնարկության դիմեք, նաև պետք է դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, որպեսզի այս նեգատիվ էներգետիկան ձեր վրայից մաքրվի։ Եթե դուք այս նեգատիվ էներգիայից ձերբազատվեք, բուժման պրոցեդուրան արդյունավետ կլինի։ Իսկ եթե այս նեգատիվից ձերբազատվեք, բուժումը օգուտ չի տա, ընդհանրակը քանի գնա ավելի կբարձրանա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի Ովսաննա, եւ նոր կլինի առողջացում։ Հարութ 43 տարեկան, ֆինանսական, Հարութ 43 տարեկան, ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հարութի համար։ Խնդիրներ կա Հարութի մոտ, ոնց որ ինքը իր տեղը չի գտնում, ոնց որ կորած լինի, ոնց որ հեճես կյանքի մարդ չլինի։ Եվ ֆինանսական խնդիրներ կա Հարութի մոտ, նաև անձնական խնդիրներ կա, բարդություններ ու դժվարություններ կա։ Գիտեք ինչ, ճիշտ է խնդիրներ կա, ճիշտ է բարդություն, դժվարություններ կա, բայց որոշակի ժամանակ հետո Հարութի եւ ֆինանսական ոլորտի մեջ եւ անձնական ոլորտի մեջ հաջողություն կմտնի։ Ինքը կարողանա ճիշտ որոշում կայացնել, որովհետեւ Աստծո է տալիս ինչ-որ վախեր կա իր մեջ, դրա պատճառով առաջ չի գնում։ Ինքը այդ վախերը կհաղթահարի եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար։ Մարինե, անձնական 43 տարեկան։ Մարինե, անձնական 43 տարեկան։ Սիրելի Մարինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա անեծք կա, որի պատճառով ձեր կյանքի բոլոր ոլորտները խնդիրների մեջ են, ամեն ինչ թերի է, եւ անձնականը, եւ ֆինանսականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիայի, այս կախարդանքից ձերբազատվեք եւ հաջողություն կլինի եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շնորհակալ եմ։
Արեգա նորայր, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արեգայի և նորայրի համար։ Արեգա նորայր, անձնական։ Սիրելի Արեգա, սիրելի նորայր, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք։ Ձեր անձնական ոլորտում մտնում է հաջողություն, մտնում է երջանկություն, մտնում է հաղթանակներ։ Գրեք ձեր անունը, որպեսզի ես տեսնեմ ձեր մայրական կողմի վրա նեգատիվ կա թե ոչ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Լիլիթ 53 տարեկան, ֆինանսական։ Լիլիթ 53 տարեկան, ֆինանսական։ Սիրելի Լիլիթ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր մայրական ազգի վրա կա անեծք, որի պատճառով ձեր ֆինանսականը փակված է, կա նաև անձնական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք և կլինի ֆինանսական հաջողություն և կլինի անձնական երջանկություն։ Մայրամ Արտուր։ Մայրամ Արտուր, անկեղծ սեր է թե ոչ։ Մայրամ Արտուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը Մայրամի և Արտուրի համար։ Այո, ցույց է տալիս, որ անկեղծ զգացմունք է, տղայի մոտ անկեղծ զգացմունք է, իրենց մոտ հարաբերությունները, զգացմունքները անկեղծ են։ Այո։ Աննա 20 տարեկան, նեգատիվ կա թե ոչ։ Սիրելի Աննա, դուք էլ լավ գիտեք, որ ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք։ Այո, ձեր մայրական ազգի վրա կա անեծք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս անեծքը, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, կլինի հաջողություն, կլինի երջանկություն, փակված է ձեր կյանքի բոլոր ոլորտները։ Կա անեծք ձեր մայրական ազգի վրա, այո, սիրելի Աննա։ Մերի 45 տարեկան, նեգատիվ կա թե ոչ։ Մերի, նեգատիվ կա թե ոչ։ Այո, սիրելի Մերի, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա թուղթուգիր, դուք դա լավ տեսնում եք, լավ էլ զգում եք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք։ Կա առողջական խնդիրներ, կա անձնական խնդիրներ, կա ֆինանսական պրոբլեմներ, ոնց որ ավերակների վրա նստած լինեք, սիրելի Մերի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձերբազատվեք այս նեգատիվից և կլինի ձեր կյանքի բոլոր ոլորտներում հաջողություն։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։
Վահե Աննա միասին կլինեն թե ոչ։ Վահե Աննա միասին կլինեն թե ոչ։ Ոչ միասին չեն լինի, որովհետև կա նեգատիվ, որը չի թողնի, որ Վահեն ու Աննան միասին լինեն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք և դուք կլինեք միասին։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Տիգրան 21 տարեկան անձնական ֆինանսական։ Տիգրան 21 տարեկան անձնական ֆինանսական։ Սիրելի Տիգրան, ձեր և անձնական և ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս հաղթանակներ, ցույց է տալիս երազանքների նպատակների կատարում։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Բարև ձեզ, սիրելիներս։ Նունե 27 տարեկան անձնական։ Նունե 27 տարեկան անձնական։ Սիրելի Նունե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, հաջողություն կա ձեր անձնական ոլորտում։ Վեդո 29 տարեկան ֆինանսական։ Վեդո 29 տարեկան ֆինանսական։ Սիրելի Վեդո, ձեր և ֆինանսական ոլորտում և անձնական ոլորտում սպասվում է հաջողություն։ Եթե խնդիրներ կա, այդ խնդիրներից ձերբազատվում եք։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար։ Շնորհակալ եմ սրտիկների համար, շնորհակալ եմ ձեր նվերների համար։ Լուսինե 33 տարեկան անձնական ֆինանսական։ Լուսինե 33 տարեկան անձնական ֆինանսական։ Սիրելի Լուսինե, ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե կա խնդիր, կա պրոբլեմ, դուք այդ խնդրից, պրոբլեմից դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Ուղղակի պետք է շարժվեք, չպետք է նստեք, սիրելի Լուսինե։ Գայանե 52 տարեկան ֆինանսական։ Գայանե 52 տարեկան ֆինանսական։ Սիրելի Գայանե, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, երջանկություն, եթե խնդիրներ կա, դուք այդ խնդիրներից ձերբազատվում եք, հաջողություն է ցույց տալիս ձեր ֆինանսական ոլորտում, սիրելի Գայանե։ Շնորհակալ եմ լայքերի, շնորհակալ եմ սրտիկների ու նվերների համար։
Մայրամ 28 տարեկան, ինչ է սպասվում։ Մայրամ 28 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Մայրամ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում սպասում է հաջողություն, սպասում է երազանքների, նպատակների կատարում։ Եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք, դուրս եք գալիս։ Էրիկ 25 տարեկան, ֆինանսական։ Էրիկ 25 տարեկան, ֆինանսական։ Կա խնդիրներ, սիրելի Էրիկ։ Կա խնդիրներ, կա դժվարություններ։ Բայց այդ խնդիրները, դժվարությունները ժամանակավոր են։ Ձեր ֆինանսական ոլորտում դուք ունենալու եք հաղթանակներ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Հենդո, պապային սես ընձի բաժագում ճուշպեր է։ Պալասան 39 տարեկան, անձնական։ Սիրելի Պալասան, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Եթե նույնիսկ կա խնդիրներ, պրոբլեմներ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք։ Դոկումենտները եկել է փոշտ։ Թակուի 21 տարեկան, անձնական։ Սիրելի Թակուի, կա անձնական խնդիրներ, բայց ժամանակավոր է։ Ինչ-որ պրոբլեմ է եղել ձեր անձնական կյանքի մեջ, բայց դա ժամանակավոր է։ Ձեր անձնական կյանքի մեջ մտնում է հաջողություն, մտնում է երջանկություն։ Ինչ երազանք, նպատակ, որ ունեք, սիրելի Թակուի, ձեր երազանքը, նպատակը կատարվում է։ Ես ձեզանից եմ շնորհակալ, ակտիվ եղեք ձեր նվերներով, ձեր լայքերով, գրանցվեք իմ ալիքներին։ Բեգլար 48 տարեկան, ընդհանուր։ Բեգլար 48 տարեկան, ընդհանուր։ Սիրելի Բեգլար, ընդհանուր հաջողություն է սպասվում եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում։ Եթե նույնիսկ կա խնդիրներ, պրոբլեմներ,
դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Անի 30 տարեկան աշխատանք։ Տեսնենք ինչ է ասում դիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 30 տարեկան աշխատանք։ Սիրելի Անի, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա թուղթուգիր, որը փակում է ձեր ֆինանսական հոսքերը, խնդիրներ, պրոբլեմներ է առաջացնում եւ աշխատանքի ոլորտում, ընդհանրապես ձեր տեղը գտնելու ոլորտում ինքը անընդհատ խոչընդոտում է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի։ Այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, կլինի եւ անձնական, կլինի եւ աշխատանք, կլինի եւ ֆինանսական հաջողություն, քանի այս նեգատիվը կա, չի լինի հաջողություն։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ սրտիկների, լայքերի, նվերների համար։ Նելի 35 տարեկան անձնական։ Սիրելի Նելի, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, երազանքների, նպատակների կատարում։ Եթե նույնիսկ կա խնդիրներ, կա պրոբլեմներ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ սրտիկների համար։ Լիանա 40 տարեկան անձնական։ Շնորհակալ եմ նվերների համար։ Լիանա 40 տարեկան անձնական։ Սիրելի Լիանա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կապ, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կապերը, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք, սիրելի Լիանա, կլինի անձնական, չկա անձնական, փակված է, սիրելի Լիանա, դիմեք էքստրասենսի մաքրման գործողություն կատարեք։ Բարև ձեզ, ես է ձեզանից եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր նվերների համար։ Մերի 35 տարեկան անձնական։ Մերի 35 տարեկան անձնական։ Սիրելի Մերի, ձեր անձնական ոլորտում հաջողություն է ցույց տալիս, հաղթանակներ է ցույց տալիս, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Մերի, ձեր երազանքը նպատակը կատարվում է։ Քրիստինե 43 տարեկան ֆինանսական։ Քրիստինե 43 տարեկան ֆինանսական։ Կա խնդիրներ ձեր ֆինանսական ոլորտում, սիրելի Քրիստինե, կա խնդիրներ, մեկը երկուս չի դառնում,
Գիտեք ինձ սիրելի քրիստինե, կա այն նեգատիվ, որը փակնում է ձեր ֆինանսական ոլորտը։ Դուք ինչ անում եք, հակառակ պրոցեսի առաջ եք կանգնում։ Կա նեգատիվ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, ձեր ֆինանսական հոսքերը բացեք, որպեսզի լինի ֆինանսական հաջողություն։ Ընդհանրապես այստեղ ֆինանսը դրած դուք գնում եք ուրիշ տեղ, պրոբլեմների մեջ եք գնում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր վրա կա բացասական էներգետիկա, նեգատիվ էներգետիկա կա, որը փակում է ձեր ֆինանսական հաջողությունների ճանապարհը, որ մաքրվեք, ձեր մոտ կլինի ֆինանսական հաջողություն, ձեր մոտ կլինի անձնական երջանկություն։ Շնորհակալ եմ նվերների համար։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Անի Միքայել, անձնական, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի և Միքայելի համար։ Անի Միքայել, սիրելի Անի, սիրելի Միքայել, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով կա և ֆինանսական խնդիրներ, կա նաև անձնական խնդիրներ։ Եթե դուք այս նեգատիվից չձերբազատվեք, կկանգնեք ամբողջովին քաոսի առաջ, որպեսզի քաոսից խուսափեք, որպեսզի բացասական խնդիրներից խուսափեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական և ֆինանսական հաջողություն։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար։ Ռուզաննա, 19 տարեկան, ձեր ֆինանսականը երբ կլավանա։ Ռուզաննա, 19 տարեկան, ձեր ֆինանսականը կլավանա, սիրելի Ռուզաննա, և շատ շուտ ձեր ֆինանսականը կլավանա։ Հաջողություն կլինի ոչ միայն ձեր ֆինանսական ոլորտում, նաև ձեր անձնական ոլորտում։ Ծաղիկ 48 տարեկան, ընդհանուր։ Ծաղիկ 48 տարեկան, ընդհանուր։ Սիրելի ծաղիկ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն։ Եթե կա խնդիրներ, կա պրոբլեմներ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք, դուրս եք գալիս։ Մտնում է հաղթանակի ժամանակահատված, մտնում է երջանկության ժամանակահատված։ Էլեն Նորո, երբ կզանգահարի, տեսնենք, երբ ձեր հարաբերությունների մեջ նոր լիսկեր կմտնեն։ Էլեն Նորո, ընդհանրապես սիրելի Էլեն, սիրելի Նորո, ձեր հարաբերությունների ավարտ է ցույց տալիս, որովհետև հնարավոր է և Նորոյի, հնարավոր է և ձեր վրա կա թուղթուգիր, կա անեծք,
որը չի թողնում, որ ձեր հարաբերությունները առաջ գնա, զարգանա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ կլինի միացում, կլինի զանգ, կլինի սեր, քանի այս նեգատիվը կա չի եւ զանգի չի լինի անձնական հարաբերություն։ Шагине, будет ли улучшение по здоровью? Сейчас посмотрим, будет ли улучшение по здоровью. Шагине. Вообще-то у вас есть проблемы и в личной жизни, и в здоровье, и в физическом. Да, будут улучшения. Временные эти проблемы будут улучшения. И по-быстрому будет. Спасибо, спасибо. Մերի 40 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մերի համար, Մերի 40 տարեկան, կա խնդիրներ սիրելի Մերի, բայց դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակով, ձեր կյանքի բոլոր ոլորտներում մտնում է հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում, ձեր բացատրում եք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ ձեր նվերների համար։ Աննա 53 տարեկան ընդհանուր, Աննա 53 տարեկան ընդհանուր, սիրելի Աննա, ցույց է տալիս ընդհանուր ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված։ Եթե կա խնդիրներ, պրոբլեմներ, դուք այդ պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակած։ Լուսինե 48 տարեկան առողջական, Լուսինե 48 տարեկան առողջական։ Կա խնդիրներ ձեր առողջական ոլորտում, սիրելի Լուսինե, ձեր առողջական խնդիրները թուղթուկրի անեզքի պատճառով է, որպեսզի լինի առողջացում, սիրելի Լուսինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվից ձերբազատվեք, որպեսզի լինի առողջացում, ձեր ֆիզիոլոգիական խնդիրը դա թուղթուկրի ու անեզքի պատճառ է։ Եթե դուք մաքրված չլինեք այս նեգատիվից, բուժման պրոցեդուրաները ուղղակի ձեզ կտան ֆինանսական կորուստներ, բայց առողջություն չեն տա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի լավացում։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր սրտիկների համար։ Էլենա Ազնական 42 տարեկան, Էլենա 42 տարեկան Ազնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էլենայի համար։ Սիրելի Էլենա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեզք, ձեր անձնականը փակված է, ճահիճ է, չկա անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, կլինի անձնական, եթե դուք այս նեգատիվից ձերբազատվեք։ Զարա Թամյան
կարոտում է թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Զարա Դամյան կարոտում է թե ոչ։ Այո, կարոտում է, հիշում է, այո։ Շնորհակալ եմ։ Ռիտա 66 տարեկան։ Սիրելի Ռիտա, կա խնդիրներ, կա պրոբլեմներ ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Դուք անընդհատ ոնց որ այդ պրոբլեմներն ու խնդիրները լուծող անձնավորություն լինեք։ Եվ անձնական կյանքում, եւ ֆինանսական կյանքում, եւ ընտանեկան կյանքում կան խնդիրներ։ Սիրելի Ռիտա, ձեր կյանքի մեջ, ձեր ընտանիքի մեջ, ձեր սերունդի մեջ կա նեգատիվ, որը բերում է պրոբլեմներ, կա անձնական խնդիրներ, կա ֆինանսական խնդիրներ, կա նաև առողջական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուկրից, այս նեգատիվից, սիրելի Ռիտա, ձերբազատվեք, որպեսզի ձեր կյանքի մեջ մտնի հաջողություն, անընդհատ խնդիրներ, անընդհատ պրոբլեմներ, դուք մի խնդիրը դեռ չլուծված գնում եք մյուս պրոբլեմի մեջ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվից ձերբազատվեք եւ կլինի ձեր կյանքի եւ ձեր ընտանիքի անդամների մոտ հաջողություն։ Խնդիրներ ու պրոբլեմներ կան։ Շնորհակալ եմ նվերների համար։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Напишите здравствуйте, напишите ваше имя, ваша дата, сколько вам лет и вопрос. Конечно, посмотрю. Նաիրա 33 տարեկան։ Սիրելի Նաիրա, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս լինելու է հաջողություն։ Եվ ֆինանսական ոլորտում, նաև ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, սիրելի Նաիրա։ Եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար։
Սուսաննա 54 տարեկան անձնական Սուսաննա 54 տարեկան անձնական Սիրելի Սուսաննա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, փակված է ձեր անձնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, այս կախարդանքը ձեր վրա այս մաքրեք, սիրելի Սուսաննա, նոր կլինի անձնական, խնդիրներ ու պրոբլեմների մեջ եք, չկա անձնական, փակված է, սիրելի Սուսաննա, բարև ձեզ, Գևորգ 49 տարեկան անձնական Գևորգ 49 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գևորգի համար Սիրելի Գևորգ ձեր անձնական ոլորտում հաջողություն, երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ ու պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք, հաջողություն է մտնում ձեր անձնական ոլորտում, սիրելի Գևորգ, Кристине Арам, будут ли у вас дети? Сейчас посмотрим, что говорит Всевышний. Кристине Арам, будет ли у вас дети? Да, у вас будут дети. Да, у вас будут дети. Будут у вас дети. Ավետիք 53 տարեկան ֆինանսական Ավետիք 53 տարեկան ֆինանսական Սիրելի Ավետիք ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս հաղթանակներ, ցույց է տալիս հնարավորություն, եթե խնդիրներ ու պրոբլեմներ կա, սիրելի Ավետիք, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, բարև ձեզ, Արսեն 22 տարեկան անձնական Արսեն 22 տարեկան անձնական Սիրելի Արսեն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր եւ հայրական եւ մայրական ազգը անեծքի տակ է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական, քանի այս նեգատիվը կա, անձնական խնդիրներ կունենաք։ Բարև ձեզ, Շնորհակալ եմ նվերների համար։
У вас будет ребенок, обязательно будет. И в ближайшее время будет ребенок. Սիրելի մարդ, կմասնակցեք դուք Հայաստանի առաջնությանը, անպայման կմասնակցեք և կհաղթեք։ Ես հաղթանակ եմ տեսնում, սիրելի մարդ։ Դուք կհաղթեք, ես ձեզ հաղթանակ եմ տեսնում, սիրելի մարդ։ Հաղթանակ, հաղթանակ և հաղթանակ է ցույց տալիս։ Քրիստինե Հովսեփ, կմիանան թե ոչ։ Քրիստինե Հովսեփ, կմիանան թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Քրիստինե, սիրելի Հովսեփ։ Կա խնդիրներ և ֆինանսական ոլորտում, և անձնական, այո, ճիշտ է խնդիրներ կան, բայց դուք կմիանաք, խնդիրներ կան, բայց դուք կմիանաք։ У вас обязательно будет ребенок. Ես ձեզանից եմ շնորհակալ։ Շատ շնորհակալ եմ ձեր մեկնաբանությունների համար, ձեր նվերների, ձեր լայքերի համար։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար, ձեր սրտերի, ձեր լայքերի։ Գիտեք, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Սիրելիներս, իմ բոլոր եթերները պահպանվում են իմ Facebook-յան ալիքներում, YouTube-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, Կոնտակտում, Instagram-ում, TikTok-յան ալիքներում, Одноклассникում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզի սրտේ նվիրում եմ։ Գրանցվեք իմ ալիքներին, գրանցվեք, նման ձևով դուք ձեր շնորհակալությունը կհայտնեք իմ այս կատարած աշխատանքի դիմաց։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ բոլոր ալիքներում, սիրելիներս։ Գրանցվեք,
ու ետերից հետո դուք կարող եք ինձ զանգել եւ ձեր եւ արժեքի մասին կխոսենք եւ ինչպես կաշխատենք դրա մասին կխոսենք ուղիղ ետերից հետո դուք կարող եք զանգել սիրելիներս Ինչպես գիտեք, ամեն շաբաթ կիրակի եմ մտնում ուղիղ եթեր, նման ձևով պատասխանում եմ ձեր բոլոր հարցերին, սիրելիներս այսօր ավարտում եմ իմ ուղիղ եթերը, վաղը ում հարց չկարողացա պատասխանել, վաղը նույնպես կարող եք միանալ, այդ դեպքում նաև ձեր հարցերին կպատասխանեմ, դուք շատ եք, ես մի հոգիմ եմ սիրելիներս, նաև այսպիսի իրավիճակ, եթե ձեր հարևանները, բարեկամները, ընկերները ունեն խնդիրներ, ում որ պետք է էքստրասենսի, պայծառատեսի, էներգիան, եթե մարդիկ հարցեր ու խնդիրներ ունեն, ուզում են իրենց հարցերի, խնդիրների պատասխանը իմանալ, խորհուրդ եմ տալիս իրենց նույնպես տեղյակ պահեք, որ ես ամեն շաբաթ կիրակի պատասխանում եմ մարդկանց հարցերին, թող իրենք էլ միանան իմ այս ուղիղ եթերներին, ինչքան հնարավոր է շատ լինեն, ես էլ ինչքան հնարավոր է կարողանամ այդ մարդկանց օգնել Այո, դուք կարող եք զանգել Այսքանը սիրելիներս, հաջողություն, ստեսություն, մինչ վաղը Իմ հեռախոսահամարը իմ յութուբյան ալիքներում, տիկտոկյան ալիքներում կա, գրված է, իմ հեռախոսահամարը գրված է Այսքան հաջողություն, ստեսություն